Ես հիմա ուզում եմ խոսել փողոցի մասին, որ գործադրելի եղել այս ամիս, որ 20 ֆիտ հեռավորության պետք է մնալ անգամ այստեղ կարմիր գծված չլինի, որպեսի վարորդը որ գալիս է տեսնի, եթե հետիոտը մտնում է այս հետիոտի տարածք, ուրեմն սա հետիոտի տարածքն է, անկախ որ հետիոտի տարածքն է 20 ֆիտ 6 մետր անգամ կարմիր չլինի, չեք կարող փառքանել այդտեղ, այն մայթը ինչ որ տեսնում եք գնում է կամ հակառակ կողմը փողոցի, մյուս մայթը փողոցի, ուրեմն 6 ֆիտ հեռու փառքարեք, որպես եթե մեկը մտնում է այս հետիոտի տարածքը, վարորդը գալիս է կարողանա տեսնի իրեն։ Սա նախ ուզում եմ հիշեք անպայման։ Իսկ Կալիֆոռնիայի մտածում են օրենք անցկացնեն, որպեսի շենքերի կտուրը, այսպես տանիքը fire resistant դարձնեն, որ հրդեհվում է, որովհետև կտուրը հանկարծ հրդեհվում է, ամեն ինչ հետո դժվարկացություն է լինում, որ Կալիֆոռնիայի կառավարությունը օգնի, որպեսի fire resistant դառնա, ուրեմն California bill, այսինքն առաջարկություն կա դեռ հաստատված չի, շատ կարևոր է սա, այն zip կոդերը, որ համարվում են high կամ very high, շատ հավանական է այդ տարածքում հրդեհ լինի, ամեն տեղ չի, որ հրդեհը շատ հավանական է տեղ ունենա, օրինակ հենց Գլենդելում տարածքներ կա, ավել բախտը շատ է հրդեհ տեղի ունենա, քան թե ուրիշ տարածքում, դա տարբերություն կա տարբեր տարածքների մեջ, Վերդուգո Woodland, այն տարածքն է Գլենդելում, շատ հրդեհի ռիսկը շատ է օրինակ, կամ ուրիշ Կալիֆոռնիա ամեն տեղ իհարկե չի տարբերում, ուր որ այդպես է, ուրեմն սա այս բիլը կամ ինչ որ արծարծվում են ներկայացնի տան եւ սենեթում Կալիֆոռնիայի հիմա դրա վրա են, երբ եթե այդպես լինի, ես ձեզ կտեղեկացնեմ Cal Fire, եթե մտնեք Cal Fire-ի map-ի քարտեզի մեջ, այնտեղ գրված է, որտեղ շատ բախտը կա հրդեհ լինելու, որտեղ very high risk կամ high risk, այդ երկուսը գրվում է, որ մասամբ շատ տեղեր է Կալիֆոռնիան հիմա այդ նոր քարտեզը ինչ որ կա, ցույց է տալիս համեմատ 10 տարի առաջ նույն քարտեզը գոյություն ուներ, ասեն են որտեղ հրդեհի բախտ ավել շատ է, հիմա շատ ավել տարածք Կալիֆոռնիայում բախտը կա որ հրդեհվի, ամենայն դեպս սա երկրորդ ինչ որ ուզում եմ ձեզ ասեի, եւ մայիսի 7-ից հետո Real ID, եթե Ամերիկայի տարածքում իհարկե օդանավով մի քաղաքից մյուս քաղաք պիտի գնաք, Real ID հարկավոր է։ Սա երբ որ սեպտեմբերի 11-ին այդ սպանությունը տեղի ունեցավ, ավել շուտ մի խումբ իսլամ ծայրահեղներ օդանավ 4 օդանավի մեջ մտան, այդ 4 օդանավը տապալեցին եւ ընդհանուր մեկը Նյու Յորքի երկու աշտարակը տապալեցին, 2997 մարդ մահացավ օդանավի մեջ, շենքերի մեջ, այսպես եւ պաշտպանության նախարարությանը հարվածեցին, մի ուրիշ օդանավը ուզում էին բերել հայտնի չէր որտեղ պետք է հարվածեին, հանրությունը օդանավի մեջ, այսինքն ճամփորդներ օդանավի մեջ տեսան, որ իրենց վիճակը ինչը աշխատեցին այդ տերորիստներին ձերբակալեն, որ օդանավը Փենսիլվանիայում վայր ընկավ, բոլորը մահացան, բայց 4-րդ հարվածում տեղի չունեցավ։ Ամենայն դեպս այսան հարցն է, որ ասացին, անձը պետք է Real ID ունենա, որը կառավարության յուրահատուկ պատրաստված ID է։ Ամեն մարդ կարող է փասպորտով իրեն ճամփորդի, այսինքն այդպես չի, որ դուք պետք է ունենաք, թե ոչ չեք կարող ճամփորդ։ Փասպորտով կարող եք ճամփորդել, բայց Ամերիկայի մեջ ճամփորդելու համար ավել հարմար է անձը Real ID ունենա, փասպորտը հետը չտանի, ավել ապահով կլինի բախտը կորցնելու, փասպորտ ավել քիչ է լինելու։
Ես հիմա ուզում եմ խոսեմ Dow Jones-ի մասին, այս նախագահ Թրամփի այնինչ որ ցանկանում է, ինչ որ այս երկիրը գալիս է ներմուծվում է հարկ պահանջի նախասած բոլոր երկրներից, օրինակ Վիետնամից, վիետնամային երկրներից է, որ հիմա շատ ապրանք է գալիս այստեղ։ Իհարկե ամենամեծ ապրանք ինչ որ բերում են այստեղ, ծանրոց ինչ որ բերում են այստեղ Եվրամիության երկրներից է, այդ 30-ից ավել Եվրամիության երկրները ամենաշատ ներմուծողն են այս երկիրը ապրանք 20%-ով, երկրորդը Չինաստանն էր 13.6%-ով, այսպես Վիետնամը նաև մեծ թվով ապրանք էր ուղարկում այս։ Ամենայն դեպս նախագահ ասել օրինակ Վիետնամը պետք 46%-ով ինչ որ ղրգում է այստեղ հարկ վճարի, Չինաստանը 145%-ով եւ այսպես Եվրամիությունից 20% մոտավորապես ինչ որ գալիս է պետք է հարկ վճարեն, դա մեծ խանգարիչ դեր ունեցավ բիզնեսների վրա, մտահոգություն եղավ, այսպես վիճակ ստեղծվեց։ Եվ դա պատճառ դարձավ Dow Jones-ը խիստ կորուց դեր ունեցավ, այսինքն փայատերությունը։ Իսկ հիմա այս վերջին օրերում, երբ որ նախագահը ասաց, որ Չինաստանին անընդհատ պահանջում էր, որ բանակցեն, իհարկե ինքը ասում էր Չինաստան մեզ հետ բանակցում է, Չինաստանն ասել էր մինչև այն ժամանակ, որ ավել խելացի մոտեցում ամերիկան ցույց չտա, չի ուզում բանակցի, հիմա թվում է, որ բանակցելու են եւ Չինաստանն ասում է, եթե այդպես հարկեր պիտի պահանջվի, անգամ չենք ուզում բանակցենք, բայց ամենայն դեպս կարծեք թե ամուսման են եկել դրա համար փայատերությունը մի քիչ մեղմացավ, որ ես ուզում եմ հիմա այստեղ ցույց ցուցադրել, տեսնեք վերադառնում է, այսինքն այդ կորուստները ինչ որ գոյություն ուներ, Dow Jones տեսնում եք այստեղ 564 կետ բարձրացավ, մասամբ վերադարձել է 41000 դարձավ ինչ որ 40000-ից ավելի չէր մի քանի օր առաջ, մինչև տեսնում եք հիմա այս վերադարձն է, բիզնեսները այսպես թվում է մտահոգված էին, հիմա այդ մտահոգությունները փարատվեն, թվում է իհարկե, հիմա բանակցելուց հետո կիմանան, որ ինչ տարբերություն տեղի է ունենում։ Այստեղ տեսնում եք US market, ուրեմն ինչ որ քիչ ասացի Dow Jones 564 հետ վերադարձավ S&P 500 82 կետ հետ վերադարձավ Nasdaq 266 կետով, տեսնում եք այդ կապույտը Nasdaq-ն է եւ այն կորուստները, եթե տեսնում եք օրվա անգամ ընթացքին առավոտյան անգամ մոտարապես 11-ից առաջ իջներ, հետո սկսում է բարձրանալ, սա ուրբաթ օրն եք տեսնում, հիմա երկուշաբթի օր պետք է տեսնել արդյոք այսպես է թե տարբեր է լինում։ Սա այն ցանկն է, ինչ որ ասում էի ձեզ, որ որոշել է նախագահը, որ երկիրը ինչքան պիտի վճարի, այդ թաքսերը վճարի։ Այդ պատճառով աշխատատեղիներ ապրիլ ամսվա ընթացքին 177000 առավել աշխատատեղի է ստեղծվել, որ քիչ հետո պիտի ցույց տամ ձեզ նաև unemployment, անաշխատու մարդկանց տոկոսային հարաբերություն մնում է անցյալ ամսվա նման 4.2% եւ նաև այսպես նախագահ Թրամփին տեսնում եք, որ ասում է հիմա մանավանդ, որ պահանջերն է նախագահ Թրամփը, մինչ հիմա այսպես էր, որ $800 պակաս, եթե մի բան են դրսից ուղարկում էին այստեղ, հարկ չկար։ Նախագահ Թրամփը հիմա ասում է, որ երկրից ինչ գալիս է, ինչ գումար, մանավանդ Չինաստանից, բոլոր թիմո եւ մեկ ուրիշ կամփանի երկուսը մարդիկ ուղակի իրենք պատվեր էին տալիս, Չինաստանից նրանք ղրկում էին անձի տուն, այդ 800 եւ ավելի, եթե մի բան պահանջում էին, հարկ չէին պահանջում եւ բիլիոնավոր դոլար հարկը, այսինքն կառավարությունը ինչ-որ պիտի շահեր, հարկեր վերցներ, tax վերցներ, դրանք ամենը կորում էր։ Հիմա նախագահը ասել է, որ բոլոր դրանք նաև
0-ից 800 է 8000 ամպոլորը պետք է երբ գալիս այս երկիր պետք է հարկ վճարվի դա մեծ տարբերություն է այս Թիմո եւ Շին անունով կամփանիներին որ բիլիոնավոր դոլար Google-ից հետո երկրորդ ամենամեծ սայթն էր ինչ որ մարդիկ մտնում էին եւ ապրանք էին գնում եւ այսպիսով որևէ հարկ չէին վճարում այս երկու ընկերությունները մեծ առևտուր ունեին այստեղ որ հիմա կանգնեցրել են որովհետեւ եթե հարկ պիտի վճարվի օրինակ 145% կամ որևէ բան ուրեմն այդ ապրանքի գինը ավել թանկ է լինելու երբ որ անձը ստանա դրա համար է կանգնեցրել են այդ աշխատանքը ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից ցես ցույց տամ ինչ փոփոխություն եղավ անցյալ ամիս ապրիլ ամիսի հիմա ավարտել ենք տեսնենք այս աշխատանքի ոլորտում ինչ է տեղի ունենում իսկ ծրագիրը հովանավորում է Primed Pharmacy հովանավորում է ծրագիրը տեղատուն է գտնվում է այսպես Glen-Oaks փողոցի վրա գտնվող եւ Highland փողոցի հատման կետում է գտնվում հեռախոս շատ հեշտ է 818 600 տեսնում եք այստեղ ուրեմն ձեզ մոտ նշանակեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասնեն եթե այն տեղատունից ինչ որ տեղ եք վերցնում կողջեք զանգահարեք այստեղ ծրագիրը նաև հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը Ես հիմա ուզում եմ խոսել տեսենք անցյալ ամիս ապրիլ ամիսը ավարտվել է քանի մարդ աշխատանքի անցան եւ նաեւ հետ վերադառնանք 2020 թվից հետո երբ այդ ժամանակ Բայդենը աշխատանքի եկավ դա կորոնավիրուսի մոտարապես ժամանակար հետոն էր որ ինքը աշխատանքի եկավ Բայդենը մեծ թվով մարդիկ կարողացան հետ վերադառնան աշխատանքի, որովհետև կորոնավիրուսը մեծ վնաս էր տվել, աշխատանքից հանել էին տասնյակ հազարավոր մարդու, ուրեմն կարողացան կորոնավիրուսին մասամբ հաղթահարել, ուրեմն հետ վերադարձան։ Սա բոլորը Բայդենի օրոք է, ինչ որ տեսնում եք։ Իսկ սկսվեց այս վերջին ժամանակում ավել քիչ մարդ Բայդենի վերջին ժամանակը տեսնում եք, սա դեկտեմբերն էր 2024-ի որ էլի լավ էր 350,000 հոգի, իսկ հունվարին 20 օր Բայդենն է եղել 10 օր, Թրամփը տեսնում եք մոտարապես 110,000 մարդ վերադարձավ աշխատանքի, սա Թրամփի օրոք է, հիմա այս անցյալ ամիս ապրիլ ամիսը կարմիրով տեսնում եք 177,000 հոգի վերադարձեն, առավել վերադարձեն են աշխատանքի։ Միշտ գիտեք, մարդիկ աշխատանքի հրավիրվում են, ոմանք հանում են, տարբերությունը ավել մարդ աշխատանքի է անցել, տեսնում եք 177,000 հոգի։ Այդ բերումով տեսնենք հիմա որ ոլորտում շատ աշխատանքի կանչեցին։ Education, կրթական ոլորտում եւ առողջապահական հարցում 70,000, սա մենակ ապրիլ 2025-ի մասին է, 70,000 մարդ վերադարձավ, leisure, hospitality, այսպես շրջագայություն, ծովի եւ հոթելներ եւ ռեստորաններ եւ այլն, business services 17,000 առավել մարդ է գնացել աշխատանքի, շինարարության համար 11,000 առավել մարդ անցել է աշխատանքի, կառավարությունը 10,000 մարդ է աշխատանքի կանչել առավել, կորուստը ունեցել 1000 հոգով, այսինքն ավել քիչ, manufacturing, գործարանները ավել քիչ մարդ են աշխատանքի կանչել, քան թե հանել են աշխատանքից 1000 հոգու անել են retail, խանութներ, ինչ որ գնում եք 1800 հոգի աշխատանքից հանել են, սա ընդհանուր պատկերն ուզեցի ձեզ տալ։ Իսկ ես ուզում եմ նախագահ Թրամփը executive order էր տվել, այսինքն օրենքը այս երկրում այսպես է, որ եթե օրենսդիր մարմինը մի բան որոշում է, ներկայացնի տուն եւ սենեթը նույն ձևով հաստատում են,
հետ ուղարկում են նախագահին։ Եթե նախագահը ստորագրի, դառնում այս երկրի օրենքը, մնայուն է այդ օրենքը։ Իսկ երբեմն օրենքը տրվում է նախագահի միջոցով։ Նախագահը executive order է տալիս, հրաման է տալիս, մի բանը հրաման է տալիս։ Ասում է, սրանից հետո պետք է այսպես լինի։ Այդ թե դատարանում կարող են այդ դատարանին դիմեն, ասեն սա անօրինական ինչ որ նախագահը ասում է, նաև այնքան ժամանակ, եթե խնդրեմ չլինի դատարանը չասի, որ նախագահի հրամանը անօրինական է, դա չի կարող պատահի, եթե այդպես չլինի նաև, եթե մինչև այն ժամանակ, եթե նախագահն է հրաման տվել, օրինակ Բայդենը հրաման էր տվել, Թրամփը եկավ աշխատանքի, Բայդենի մեծամասնություն այդ իրեն տված հրամանները ասած անգործածելի են, նրանք բեկանում է ինքը, կարող է հաջորդ նախագահները, եթե ուզեն բեկանեն, ուրեմն նախագահը եթե հրաման է տալիս, միայն իր նստաշրջանի համար լավ է, մինչև այն ժամանակ որ հաջորդ նախագահն ընդունի։ Հիմա այս կարճ ժամանակում, որ տարբեր նախագահները նայում ենք, ինչ որ Թրամփի այսքան ժամանակ եղել է, Թրամփը 143 հրամանով օրենքի է վերածել որոշ հարցեր։ Նախագահ Բայդենը իրեն առաջին տարվա, երբ որ եկավ աշխատանքի 2021 թիվ, այդ 100 օրվա ընթացքին իրեն առաջին 100 օրը 42 հրաման էր տվել, օրենքի էր վերածել, որոշ բանաձևը օրենքեր ինքը հրաման էր տվել, սա օրենքն է հիմա։ Թրամփը 2017-ին ինքը 33 էր այդպես հրաման տվել, օրենքի էր վերածել, որոշ բանաձևերը։ Այստեղ տեսնում եք, հիմա նույն ժամանակահատվածում իրեն առաջին 100 օրը 2015-17 տեսնում եք, իրեն առաջին օր նստաշրջանի առաջին 100 օրվա ընթացքին 2025-ին այս տարի տեսնում եք Օբաման իր առաջին նստաշրջանի առաջին 100 օրը ընդամենը 19 հրաման էր տվել որպես օրենքեր վերածել տեսնում եք այստեղ executive orders Քլինթոնը առաջին 100 օրը 13 եւ Ջորջ W. Բուշը իրեն առաջին օրը 11 տեսնում եք ինչ մեծ տարբերություն ինչ որ Թրամփը եկել է աշխատանքի այսպես է։ Ես հիմա ուզում եմ խոսեմ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ շքերթ կազմակերպի։ Գիտեք ամեն երկրներում շքերթ է տեղի ունենում։ 2017-ին հրավիրված էր Թրամփը Ֆրանսիա, այնտեղ շքերթ է տեղի ունենում, ինքը տեսավ այդ շքերթը Ֆրանսիայի այդ շքերթը զինվորական, որ նախագահ Էմանուել այնտեղ էր եւ շատ ոգևորվեց, ասաց որ վերադարձավ երկիր, ասաց ես եմ շքերթ կազմակերպել։ Հետո իրեն լուր տվին, որ այդ շքերթը ինչ որ ցանկություն ունի տեղի ունենա այս երկրում 90-ից 100 միլիոն ծախսի է նայելու, այսինքն այդպես էժան աշխատանք չի շքերթ կազմակերպել է եւ գործադրել է մեծ ծախսի է նայում։ Ուրեմն այն ժամանակ իրեն ասացին 90-ից ավել ծախսի է նայելու եւ որոշեց որ չկատարի այդ։ Բայց այս անգամ ասում է անպայման պիտի կատարվի հունիսի 14-ին, որ իր ծննդյան տարեդարձն է, որ դառնալու է 79 տարեկան, ցանկությունն է, որ շքերթը անպայման տեղի ունենա։ Շքերթը ցանկություն ունի, որ 6300 զինվորականներ այդ շքերթին մասնակցեն, 300 զինվորականներ կամ որ օդանավից պետք է վայրէջք կատարեն եւ ուրիշներ ընդհանուր 6600 զինվորական պիտի մասնակցի եւ այդտեղ նաեւ 150 հելիկոպտեր է լինելու 150 մեքենա է այդ շքերթին մասնակցելու, այսպես հունիսի 14-ին տեսնում եք 1600 soldiers, զինվորականներ եւ tank-ը ասացի ձեզ
Թանկը հիմա քաղաքապետը Վաշինգտոնի դեմոկրատ է։ Իհարկե դեմ չի կարող կանգնի, եթե նախագահ ուզում է, բայց ասում է, որ թանկը բերում եք այդ չլինի, որ երկաթյա շախտայով լինի, գոնե անիվով լինի, որովհետև բոլոր ասֆալտի վրայից, որտեղ երկար տարածք պիտի կտրի, դա այդ շքերթը սկսվելու է Թրամփի ծննդյան տարեդարձը համընկնում է Ամերիկայի այս ցամաքային զորքի 250-րդ տարեդարձն է, որ հիմա այդպես միասնական պիտի տոնվի։ Arlington, Virginia-ից սկսվելու է մինչև National Mall եւ այդպես է լինելու, այստեղ տեսնում եք եւ ասացի պարաշուտ է լինելու վերևից օթանավից իջնելու է։ Հիմա բաջետի մասին ուզում եմ այս գալիք տարվա բաջետը 1.7 տրիլիոն, այսինքն 1700 բիլիոն այն մասը, գիտեք, մի մասը բաջետի այնպես է, որ ոչ ոք ձեռք չի կարող տա, իսկ discretion այս մասն է, որ նախագահը ներկայացնի տան անդամները աշխատելու են վրան, այս է ինչ որ ցանկանում է։ Նախագահի ցանկությունն է, որ CDC, Center for Disease Control, այդ որ բոլոր հիվանդությունները, ինչպես կորոնավիրուսի վրա են աշխատում, ուրիշ հիվանդություններ կանխելու, ֆլու, մյուս հիվանդությունները կանխելու 9 բիլիոն էր իրենց բաջետը, ուզում է 4 բիլիոնի իջեցնի, ոմանք մեծ մտահոգություն ունեն, որ հիվանդություն այս երկրում խիստ սրանից հետո տարածվելու է։ Սա առաջարկություն է, դեռ հաստատված չի։ Եվ այդ բերումով իրենք, այսինքն CDC-ն ծախսում էր այդ նաև ուրիշ gun violence, ուզում է այդ գրասենյակները փակի, որ ատրճանակ գրացանի պատճառով վնասել եւ drug overdose։ Հիմա նրանք, որ overdose են անում, կառավարությունը տարբեր ծրագիրներ ունի օգնելու, բոլոր այդ գրասենյակները ցանկությունն է փակի եւ բաջետը 9 միլիարդից 4 միլիարդ իջեցնի այս հիվանդությունը կանխող հաստատությունը։ Կրթական ոլորտից 12 բիլիոն կամ 12 միլիարդ ուզում է կրճատի, որ massամբ այդ նախարարությունը ոչինչի է վերածվելու։ Energy programs, այդ մարդկանց օգնությունը ինչ որ տալիս են ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին, որ վճարում են էլեկտրականություն, գիտեք, արևելյան նահանգներում նաև ծմերային էներգիայի կապ ունեցող օգնություններ են տալիս, դրանք ցանկությունն է կրճատի։ Այդ ծրագիրը ուրեմն ցածր եկամուտ ունեցողները կարող է կորցնել։ Այնպես որ սա Republican ներկայացնի տան անդամը ասում է, որ եթե էներգիա տարեցները չքավորներին կտրեք այդ էլեկտրական օգնությունը, ցրտի մեջ պիտի մնան մարդիկ, այս բնակիչները, այս չքավորները ցրտի մեջ են մնալու։ Իր ծրագրի մեջ բաջետային, որ ավելացնի border security եւ defense պաշտպանության նախարարության եւ սահմանը ապահովման համար հարավային իհարկե սահմանը եւ ինչ որ ասացի պաշտպանության նախարարը 13%-ով բարձրացնում է, yani կդառնա այս երկրի պաշտպանության բաջետը 800 մոտարապես 90 միլիարդ էր, հիմա կդառնա 1010 միլիարդ, 13% բարձրացնելու է, որ շատ խոշոր տարբերություն է, ինչ որ առաջարկում է։ Սա ում որ տեսնում եք զինվորականներին վերաբերող Army Services Committee, Army Services Committee ղեկավարն է Mike Rogers, Republican է, որտեղ մեծամասնություն Republican-ներն են ներկայացնի տան մեջ, ասում է ինչ որ նախագահը ուզում է առաջարկի բավարար չի, մենք եթե շատ հզոր լինենք, շատ ծախսենք պաշտպանության նախարարությանը, շատ հզոր դառնանք, ուրեմն խաղաղությունը բերելու ենք հզորության պատճառով, որտեղ մենք հզոր ենք, ուրեմն
չեն համարձակվի որևէ աշխատանք տեղի ունենա, այսպես առաջարկությունն է այս նախարարի։ Ես հիմա մեկ ուրիշ հարց, որ ուզում եմ այստեղ ավելացնել, Ամերիկայի այս ծախսում են նախագահ Ռեյգանից միշտ են այդպես եղել, Ռեյգանի ժամանակվանից մանավանդ սկսին կառավարությունը մի մաս եկամուտ ունի եւ հետո ծախսում է, ինչպես ձեր ընտանիքում։ Դուք նայում եք ինչքան եկամուտ ունեք, դրա համեմատ պիտի ծախսեք։ Կառավարությունը, կենտրոնական կառավարությունը նահանգները իրավունք չունեն, բայց կենտրոնական կառավարությունը ինչքան ուզի կծախսի, որտեղ իրենք են որոշում, իրենք ինչ ուզում են անում։ Հիմա այս երկիրը մասամբ 6.6 տրիլիոն ծախսում է, այսինքն 6600 միլիարդ ծախսում է, իր ծախսը այդքան է այս երկրի։ Իսկ եկամուտը այս երկրի հիմա 4 միլիարդ 600 է, այսպես ոչ 4.6 տրիլիոն, այսինքն 4600 միլիարդ։ Այսինքն ամեն տարի ավել շատ այս երկիրը ծախսում, ասացի Ռեյգանի ժամանակվանից, հետո Բուշ հայրն էր, հետո Քլինթոնն էր, հետո միայն Քլինթոնի ժամանակ 2 տարի այդպես չեղավ, հավասարություն եղավ։ Բայց նրանից հետո նաև այսպես Օբամայի ժամանակ չի տարբերվում, Բայդենի ժամանակ, Ջորջ Բուշ զավակի ժամանակ, Թրամփի ժամանակ առաջին նստաշրջանում եւ հիմա էլ ուրեմն այս երկիրը ավել շատ ծախսելու է, քան թե ինչ գումար է հավաքում եւ իրեն պարտքը այս երկրի եկեն հասցեն է 36 տրիլիոնի 36 տրիլիոն, այսինքն 36,000 միլիարդ պարտք ունի։ Դուք հիմա ձեր ընտանիքում, եթե $1000 եկամուտ ունեք, եթե դուք պարտք եք վերցրել, եթե այդ պարտքի համար $200 պիտի տոկոսը վճարեք, ուրեմն $800 ունեք ծախսելու ձեր ընտանիքի հոգսերի համար։ Կառավարությունը այդպես է, հենց անընդհատ պարտք է վերցնում, մի մասը տոկոս է վճարում, մնացածը կարող է ծախսի։ Հիմա դուք պատկերացրեք, որ այս երկրի ընդհանուր ինչ որ խաղարկման մեջ գումարներ է, gross domestic product։ Ես մի բան եմ գնում, դուք գնում եք մի բան եք գնում, մեքենա եք գնում եւ այլն։ Բոլոր այս առևտուրը եթե հաշվում ենք, այս երկրում 29,167 բիլիոն կամ միլիարդ այն գումարն է, որ այստեղ ծախսվում է տարեկան, որը աշխարհի ամենամեծն է, օրինակ Չինաստանը երկրորդ լինելով 18200 այդպես միլիարդ ծախսում է, 18200, Ամերիկան 29670, բայց եւ այնպես իրեն պարտքը ինչ որ միջև տարիների ընթացքին, ասացի բոլոր այս նախագահների ժամանակ պարտքը վերցրեն են 36210 միլիարդ պարտք ունի։ Այսինքն ինչքան մեծ է այս երկրի պարտքը այս վարքյանից։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարի շարունակեմ ծրագիր այն ժամանակ եղանակի մասին պիտի խոսեմ, օդանավակայանում տեղի ունեցող դեպքի մասին, Prince Harry Անգլիայի թագավորի զավակի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը, գտնում է Գլենոքս փողոցի վրա, ամեն օր ճաշ են առաջարկում, Քարավան ռեստորան Գլենոքս փողոցի վրա, իսկ շատ մոտ է Grand View փողոցին մոտ է։ Այցելեք, նաև ամեն օր հարիսա են առաջարկում, եթե ցանկություն ունեք։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Մարգանյան փաստաբանական գրասենյակը ձեզ առաջարկում է դուք, եթե ձեր տանը պահարանը բացում եք միջատներ է լցված, մրջուն կա, մուկ կա, ձեր այդ ինչ որ վարձեն եք, դուք վարձակալ եք, մի տարածք վարձենեք, դա կլինի առանձնատուն, կամ կլինի ապարտման, չպիտի այդպես լինի, պետք է բնակելի լինի, դա բնակելի չի։ Դուք ոչինչ չպիտի վճարեք, կարող եք խորհրդակցեք իրենց հետ, այս գրասենյակի հետ խորհրդակցեք, իսկ եթե
գումար ստանան, հետո կվճարեք։ Եթե չկարողացան գումար ձեզ համար վերցնեն, ոչինչ։ Եթե գումար վերցրին, դուք հետո իրենց կվճարեք, կվերադառնան։ Այսօր վերևի դուք տարբեր տարածքում նրանք որ արևելյան նահանգներում են 55 միլիոն մարդ դժվար կացության մեջ է եղել այստեղ եւ շարունակվելու է մինչեւ 2 շաբթի 3 շաբթի անցնենք առաջ եւ առավոտյան ժամի 9-ից տեսնում եք մինչեւ կեսօրից հետո ժամերին սա արևելյան նահանգներում տեղի ունեցող նաեւ 2 շաբթի եւ 3 շաբթի այստեղ տեսնում եք flash flood risk հեղեղ է տեղի ունենալու, եթե դուք Denver, Colorado-ի շրջանը ավել արևելքում, Amarillo, Texas-ը տեսնում եք Lubbock, Texas, Dallas, այս տարածքները դժվար կացության մեջ են լինելու, Little Rock, Arkansas, այսպես տեսնում եք ճանապարհի վրա երբեմն ասում են այս տարածքը հիմա կարող եք քշել, բայց եւ այնպես New York սա օթանավակայաններ New York-ի, այսինքն New Jersey, New York օթանավակայանն է տեսնում եք խիստ ծանր վիճակում է այս օթանավակայանը, եթե գնում եք New Jersey, New York օթանավակայանը հիշեք որ խիստ ուշացում կա, delay կա եւ դա ազդում է ամեն տեղի այսպես, որովհետև 3000 կոնտրոլեր չունի եւ նամանավանդ այդ Նյու Ջերսիում այդ օթանավակայանը հիմա շինարարություն է տեղի ունենում, դա ազդում է ուրիշ օթանավակայաններին նաեւ այսպես տեսնում եք եւ օթանավներին դժվարություն ունեն իջնելու, բարձրանալու United օթանավակայանի կենտրոնն է այդտեղ, եթե այդտեղ պիտի գնաք, տեսնում եք իրենց ուղում են ուրիշ տարածքներ իջնեն, դժվար կացություն ունեն, եթե գնում եք արևելյան նահանգը, հիմա հեղեղինքից ուրիշ խնդիրներ նաև կա այնտեղ, այսպես տեսեք, մեկ հելիկոպտեր էր սա, շատ գալիս է ավել բարձր, քան թե ուր որ պիտի լիներ, երկու օթանավներ իրենց ասում են, որ բարձրանան, որ այս հելիկոպտերին չտիպչեն, եթե հիշեք Վաշինգտոնում որ շատ հեռու չի օթանավի համար Նյու Ջերսի կամ Նյու Յորքից տեսնում եք այս երկու օթանավն են, որ իրենց գալիս էին դեպի Reagan National Airport հելիկոպտերը տեսնում եք այստեղ եւ իրենց ուղում են, որ ավել բարձրանան չիջնեն, տեսեք երկրորդ օթանավն է եւ այսպես Պենտագոնի շենքի վրա հելիկոպտեր շատ է իջնում, իրեն հարցնում են այսպես կոնտրոլից, հելիկոպտերին ուր է ուզում գնա, տեսնում եք հելիկոպտերն է, որ գնում է դեպի պաշտպանության նախարարության շենքի վրա կարող է հելիկոպտեր իջնի, այսպես եւ խանգարիչ է լինում երկու օթանավներին, որովհետեւ հիմա աշխատում են շատ ուշադիր լինեն, որ այս տարի հունվարին էր, որ մեկ հելիկոպտեր զինվորական հելիկոպտեր ավել այն տարածքից որ պիտի լիներ ավել բարձր էր թռչում մեկ օթանավին հարվածում է եւ 67 հոգի մահացան դրա համար ավել ուշադրություն են դարձնում հիմա ես ուզում եմ շարունակել ու խոսել նաեւ Prince Harry մասին խոսեմ Prince Harry-ն թագավորի հիմա տղան է ուրեմն որը Անգլիայից հեռացավ ամերիկյան փասպորտ է վերցրել ինքը իր Մեգան իր կնոջ հետ ապրում է այստեղ Կալիֆոռնիայում են ապրում իր կնոջ հետ երկու երեխա ունի այնտեղ են ապրում իսկ 2020 թվականից իր հայրը այն ժամանակ թագաժառանգ էր իր հայրը Prince Charles-ը այն ժամանակ Prince էր հիմա թագավորն է այն ժամանակվանից հարաբերությունը խզվել է երբ որ գիրք հրատարակեց քննադատեց պալատականներին դրանց մեջ իրեն ընտանիքին բոլորին քննադատությամբ գրության առավ որը ոմանք ասում են այն տպագրական ընկերություն որ գիրքը պիտի տպի
իրեն խրախուսեն են, որ ինչ խնդիրներ կա, թող գրի, որ ժողովուրդը ավել հետաքրքրվեն, տեսեն Անգլիայի թագավորական ընտանիքը բոլորը սեր ունեն, պատկերացում ունենան, որ ընտանիքի անդամների հարաբերությունը ինչպես է եւ այլն։ Այդպես քննադատական գրեց իր հոր մասին, իր եղբոր մասին, եղբոր կնոջ, իր տատիկին մասամ նաեւ եւ դրա համար այդ թվից իրեն հետ չեն խոսում։ Եվ հիմա Անգլիա երբ գնում է, ուրեմն protection չունի, այսինքն ոչ ոք ապահովություն, ինքը պետք է իր թիկնապահները վերցնի, դա մեծ ծախսի է նայում, որովհետեւ վերջո թագավորի տղան է, կարող է իրեն հարցակվեն, կարող է կրակեն, կարող է սպանեն, կարող է կողանան, գումար ուզեն, ուրեմն ինքը պահանջում էր, որ պալատը պետք է իրեն թիկնապահներ տա իրեն ծախսով։ Այս հարցով դատարան գնացին, այսինքն ինքը դատ բացարեց իր ընտանիքի դեմ, որ գումարը տան իրեն ու դատարանն ասաց ոչ։ Հիմա ես այստեղ ցույց ցուցադրեմ, տեսնեք, որ այս Prince Harry-ն է տեսնում Royal Protection, բայց հիմա հաղթվեց։ Այսպես BBC-ում հայրն եք տեսնում, որ ասացի տարիները էլ չի խոսում իր հետ, իր տղայի հետ կապ չունի։ Եվ այդ դատա բացվել էր 2022-ից եւ վերջավորության դատավորը ասաց, որ ինքը, այսինքն պալատը ստիպված չի իրեն եւ իրեն ընտանիքին, երբ որ Անգլիային այցելում, թիկնապահներ հատկացնի, ծախսը այսինքն վճարեն, այդպես հարկավոր չի ասաց դատարանը։ Ես ուզում եմ խոսել ինֆլուենզայի մասին, հիմա ֆլուի մասին խոսել, գրիպի մասին խոսել, որ ամեն տարի գրիպը կամ ֆլուն 26000 զոհ է խլում։ Գիտեք, հիվանդության համար ժամանակ կա ֆլուի համար, որ ասում են շատ տարածվում է, սկսում է սեպտեմբերի սկզբից մինչև մայիսի ավարտը։ Հիմա այս տարի ավել շատ երեխա, փոքր երեխա, մանուկ երեխա է մահացել, քան թե պատկերացրեք վերջին տարիների ընթացքին, եթե համեմատենք անցյալ տարի 207 հատ այսպես երեխա է մահացել, այս տարի մինչ հիմա դեռ այդ ժամանակահատված դեռ չի ավարտվել, մայիսը չենք ավարտել, 216 երեխա է մահացել։ Ասացի ամեն տարի 26000 ընդհանուր երեխա չափահաս մեծ տարեց 26000 ֆլուից մահանում են։ Ֆլուն կարևոր հիվանդություն է, եթե մի կարճ ժամանակ հետո դուք չեք ազատվում, անպայման պետք է բժշկական խնամքի կարիքը կա եւ 610,000 մարդ տարին ֆլուով տառապում է ամեն տարի, այդքան 610,000 հիվանդանոց են գնում, 610,000 հիվանդանոց են գնում, իսկ 47 միլիոն մարդ մինչ հիմա այս տարի 47 միլիոն մարդ ֆլուով վարակվել են, ասացի 26000 այդ 610,000 այդ վարակվածներից հիվանդանոց են գնացել, 26000-ը մահացել են։ Ուրեմն եթե այդ վակցինը սրսկեք ավել հարմար կլինի, ես այստեղ հիմա ուզում եմ ցույց ցուցադրել, ինչ որ ասացի, տեսնում եք երեխա է, որ երեխաների վրա էլ խիստ ազդում է, child flu death ամենաբարձրն է եղել այս տարի 15 տարվա ընթացքին այսպես մեծ թվով փոքրիկ երեխաները չեն մահացել ֆլուով, ինչ որ տեղի ունեցել այստեղ 6 ամսական եւ բարձր տարիքում երեխաները 6 ամսական եւ մինչեւ քանի տարեկան որ անձը կա պետք է ֆլու վակցին սրսկեն սովորաբար սեպտեմբերին կամ հոկտեմբերին ավել հարմար կլինի, բայց անձը եթե չի սրսկել, հիմա էլ նաև խիստ տարածված է ֆլուն, ավել հարմար կլինի սրսկի։ Ես մի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից մեկ accident ցես ավտովթար ցուցադրեմ, հետո Յութայում
երկու այսինքն ամուսիններ վայր են ընկնում նրանից հետո պետք է խոսեմ consumer confidence վստահությունը տնտեսության ինչպես է հիմա հանրությանը իսկ ուզում եմ հիշեցնել մի այսինքն երկու գրասենյակ վարձու է տրվում կարող եք մեկը վարձել կամ երկուս վարձել այս շենքի մեջ նորաշեն է սա երկրորդ հարկը գեղեցիկ գրասենյակ բարձր տանիքով այսինքն սովորական գրասենյակ չի մտնեք կտեսնեք 12 ֆիտ բարձրություն ունի գրասենյակը կարող եք վարձել սա հեռախոսահամարն է անպայման զանգարեք ոմանք զանգարում են եւ անջատում են պատկան պիտի թողնեք այնտեղ մեկը նստած չի դուք զանգեք վերջնի ձեզ պատասխանի պատկան թողեք իրենք ձեզ կզանգարեն այս օֆիսները որը գտնվում է Քոլորադո փողոցի վրա Չևի Չեյսի հատման կետին շատ մոտ է այս երկու գրասենյակներ այս երկրորդ հարկում գտնվող ծրագիրը հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը Vivaldi's venues եւ catering-ը ցեզ է առաջարկում 3 սրահներ հարսանիք կնունք նշանտրեք հոգի հաց պիտի տակ 150 120 եւ 300 տարողությամբ այս սրահները իսկ իրենք ամեն օր կարող եք ճաշ պատվիրեք իրենցից $300 է 10-ից 12 հոգու համար բայց տեսնեք չափը այդ ճաշի տարօրինակ շատ է եւ նաեւ երեխաների համար խնջույք է կազմակերպում փոքրիկներին համար 10-ից 12 երեխայի համար ընդամենը $150 է ամեն ինչ նկատի առնված է հավելյալ տեղեկությունների համար զանգարեք այս հեռախոսահամարին ծրագիրը հովանավորում է նաեւ դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյան հովանավորում են ծրագիրը եթե ատամների հետ որևէ հարց ունեք լինդի հետ խնդրեմ ունեք արյունոսություն կա լինդի վրա պրոթեզ պիտի տեղադրեք մաքրման կարիք ունի զանգարեք ժամադրություն վերցրեք գտնում է Ալիվ Բրբանկում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է շատ մոտ է Գլենդելին Բրբանկում է բայց Գլենդելին շատ մոտ է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը դոկտոր Թավանսին աչքի բժիշկ վիրահատող է եթե ագնոցի կարիք ունեք ագնոցների այսինքն ագնոցի կարիք ունեք եթե լենզ պիտի տեղադրեք ուրիշ որևէ հարցով աչքի զանգարեք այս հեռախոսահամարին գրասենյակ գտնվում է 240 South Jackson փողոց սուիթ 310 ամենայն դեպս բայց զանգարեք ժամադրություն վերցրեք ձեզ հասցենք դհուշ ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market հովանավորում է ծրագիրը M&M Liquor Market EBT է ընդունում EBT card ունեք կարող եք գնալ M&M նաև խմիչք եթե պիտի գնեք ցածր շատ ցածր գնով առաջարկում են այս M&M-ից եթե դուք մինչև $30 առևտուր անեք $10 այս 10% զեղ չեն տալու ավել կնեք $100 կնեք տեսնում եք 10% off ինչ որ կնեք եթե մինչև $30 եւ ավելի այդպես կվերադառնա Idaho նախքան Yellowstone National Forest այսպես անտառը կամ այդ տարածքում գոյություն ունի մի բաս այսպես տուրիստներին 14 հոգի այս բասում նստած են տուրիստները ուրախությամբ եկել են դրանց մեջ նաև Չինաստանից եկողներ են տուրիստ եկել են այստեղ Ամերիկայի տարածքներն են գնում այս անտառը գեղեցիկ է խոշոր անտառ է Այդահոում եւ մեկ տրակ գալիս է այս երկուսը ակսիդենտ են ունենում այսպես տեսնում եք հրդեհը որ վարորդը այդ տրակի մանում է իսկ Yellowstone National Park-ում այդ ճամփորդները ինչ որ գնացել էին 6 հոգի այդ բասի մեջ է մանում ասացի 5-ը Չինաստանից եկող վիզիտորներ էին որ մահացել են ակսիդենտ տեսնում եք այդ կետի վրա տեղի ունենում մինչև հրշեջները գալիս են
ուրեմն այս հրդեհը այդպես պատճառ է դառնում այդ վեցը մարդկանց դեռ չեն ասել, որ ով էր մեղավոր, այդ թուրբասն էր մեղավոր, թե այդ թրաքը արված էր, դա է, որ պիտի ճշտեն երևի ապակա քանի օրվա ընթացքին։ Վարորդը 25 տարեկան է լինում, այս թրաքի, pick-up թրաքի վարորդը 25 տարեկան է լինում, մահացուն 25 տարեկան է։ Ես ուզում եմ շարունակել և խոսել Յութայում նաև այսպես սարեր կա, մարդիկ գնում են, տուրիստ է գնում, անձիկ են գնում, մեկ ընտանիք, այսինքն ամուսիններ ավել շուտ գնում են այդտեղ Յութայի այս գեղեցիկ տարածքը այցելելու են գնում, ինչ որ տեսնում եք այստեղ և բարձրանում են, տեսնում եք այդպես երկաթ է տրված որոշ տեղերում այնքան, որ մարդիկ չանցնեն, սրանք այդ երկաթի վրայից անցնում է և հետո վայր են ընկնում երկուսն էլ, որովհետև այնտեղ հողը և այլն վտանգավոր է, անձը չպիտի մեծ ռիսկի դիմի, մեկ անգամ է այդ կյանքը, մեկ անգամ է, ինչպես այստեղ թվում է, որ անցնում են, որտեղ հետո գիշերը ժամը 7:30-ին, որ մութ է այդ տարածքը, ոչ մի լույս չկա, բարձրացել են այս բարձունքին, երկաթ է տրված, որ ձորը այսինքն չընկնի անձնավորություն, երկաթի վրայից թվում է անցել են 380 ֆիտ բարձունքից, մոտարապես պատկերացրեք 115 մետր ընկնում են և ունենում են կատու, իրենց հետ կատու են ունենում, Brace, այդ Յութայի Canyon-ն է, Brace անունով, կատուն, բայց կարողանում են 12 տարեկան կատուն փրկում են, բայց իրեն տերերը, այդ երկու ամուսինները, երկուսը մահանում են, հիմա հետևում են հավելյալ տեղեկություն հավաքեն, որ ինչպես եղավ այսպես, ուրեմն եթե միտեղ գնում եք, չափից ավել ռիսկ մի վերցրեք, մանավանդ միտեղ, որ դուք անծանոթ եք, չգիտեք ինչ է այդտեղի վիճակը։ Ես հիմա consumer confidence-ի մասին եմ ուզում խոսել, մարդիկ իրենց վստահությունը համեմատ տնտեսությանը, այսպես որ հիմա գնում է տնտեսությունը, մտահոգություն կա շատ և ուզում եմ համեմատել հոկտեմբերից մինչ ապրիլի ավարտը, մայիսի սկիզբը, ինչ որ սա իհարկե սկսում է 2007 թվից, այն ժամանակ Բուշ տղան էր նախագահ այս երկրի, այստեղ տեսնում եք 2007 թիվը, որ իր նստաշրջանի վերջի ժամանակ տնտեսական ճգնաժամ այս երկրում տեղի ունեցավ, վերջին տարին Բուշի, ամեն ինչ շատ լավ էր, բայց հանկարծ այդ տնտեսական ճգնաժամ եղավ, Օբաման ընտրվեց հետո նախագահ 2009 թվից սկսեց փոխվել, երբ Բուշը գնում էր, վատ վիճակ էր այս երկրը, Օբամայի նախկին օրերին նաև վատ էր, բայց հետո ամեն ինչ ճիշտ իր տեղը տեղին է գալիս, ես հիմա մենակ overall-ն եմ ուզում ձեզ այս սևով տեսնում եք, իհարկե միայն այս բացատրեմ և ցույց տամ մեր շրջանի հարցերը, տեսնում եք ուրեմն հիմա սա ինչ որ այստեղ տեսնում եք, հիմա երբ նախագահ դարձավ 2021-ից Թրամփի ժամանակ նաև իրեն ժամանակ շատ ամեն ինչը լավ էր գնում, հետո կորոնավիրուս եղավ, Բայդենը եկավ, նորից բարձրացավ, վիճակը մասամբ լավացել էր Բայդենի օրոք և մինչև ինքը հեռացավ, Թրամփը նորից դարձել է նախագահ 2025 թիվ, տեսնում եք այստեղ, մասամբ բարձրանում էր, ամեն ինչ լավ էր լինում, հիմա նորից այդ առաջարկությունները, ինչ որ Թրամփը բերել է, տնտեսությունը մի քիչ կորուստ էր ունեցել և ժողովրդի հավատքը, սա consumer confidence-ն է, ժողովրդի հավատքը, որ այս երկրում տնտեսական ճգնաժամ տեղի չունենա, կորերն է ժողովրդի հավատքը։ Հիմա ես ուզում եմ ցուցադրել ձեզ, անցնենք առաջ և տեսնեք, ուրեմն Կալիֆորնիայում 31%-ով ժողովրդի հավատք, որ տնտեսությունը կլավանա, 31%-ով իջել է, ուրեմն հարմար չի այսպես։
Նյու Յորքում 28%-ով իջել է, Իլինոյում 26% ժողովուրդ կորցրել են իրենց հավատքը, drop արել, այսպես տեսնում եք, Թեքսասում 16%, Ֆլորիդայում 16%, Փենսիլվանիայում 15% հավատքը ժողովրդի կորերն է, որ տնտեսություն պիտի լավանա, 9%-ում Օհայոյում մարդիկ կորցրել են իրենց հավատքը տնտեսության բարելավում լինելու, այսինքն մտահոգ են այսպես, որ հավատքը տեսեք ինչքան է իջել, որ տնտեսությունը ճիշտ ուղղությունը չունի։ Հիմա պիտի ավելացնեմ, որ այս վերջին օրերից ճիշտ ամենավերջինը այս հարցախույզը ինչ որ հանրության տվենին այս Թրամփը չէր ասել, որ այդ պատրաստ է Չինաստանի հետ խոսի, հարկը իջեցնի, ուրիշ երկրների հետ մասամբ հարցերը լուծել է, երևի մի քանի ամիս հետո նորից այս հարցախույզը անցկացնեն ու ես արդյունքները ձեզ կներկայացնեմ այդ ժամանակ։ Ես ուզում եմ հիմա խոսել Հռոմի Պապի մասին, ինչ որ մահացավ, արդեն գիտեք։ Իր մահվան պատճառով նոր Հռոմի Պապ պիտի ընտրեն։ Հռոմի Պապ ընտրելը այս քարդինալներին, որ 80 տարեկանից պետք է տարիք ավել քիչ լինի, 135-ը պետք է հավաքվեն, ամենայն դեպս 133-ը վաղը գնալու են մի փակ տարածքի մեջ, դրսի աշխարհի հետ իրենց կապը կտրվելու է, իրենց միջից պիտի ընտրեն նոր Հռոմի Պապին պիտի ընտրեն։ Հռոմի Պապը Ֆրանսիսը 88 տարեկան էր, երբ մահացավ, եւ հիմա ես ուզում եմ ցույց տալ այս քարդինալի էնկլեյվը կամ տարածքը, տեսեք մի հատ ծխնելույզ են տնում, եթե տեսնեք, անձիկ տնում, որ եթե սևը լինի, այսինքն ամեն օր 2 անգամ քվեարկելու են։ Հիմա 135 հոգի պիտի հավաքվեին, այնտեղ 80 տարեկանից պետք է բարձր չլինի տարիքը այս քարդինալների, որոնցից մեծ մասը հիմա կտեսնեք 108-ը այս քարդինալներն են, որ բաղբանից, ուրեմն այդտեղ միայնակ մնալու են, 133-ը, որտեղ երկուսը կարծեք չեն կարողանում, 133-ը այդտեղ են լինելու, 108-ը Փոփ Ֆրանսիսն է նշանակել, ուրեմն իր կողմնակիցներից ավել շատ կան այնտեղ, 10-ը ամերիկացիներ են, այս 133-ը, որ պիտի հավաքվեն, 10 ամերիկացիներ են, մնացած ուրիշ երկրներից են եւ օրը 2 անգամ կքվեարկեն, մինչեւ մի բան, որ դժվարացրել էր այս Փոփ Ֆրանսիսը, այսինքն Փոփ Բենեդիկտը, նախքան Ֆրանսիսը, Բենեդիկտ 16-ը դժվարացրել ասել է, երբ պետք է 2/3 քվեարկեն, նախապես այդպես չէր մեծամասնության քվեարկություններ, 2/3-ով, որ այսպես ավել բոլորը հավատացած լինեն, ում որ ընտրում են, 2/3-ով պետք է հաստատեն նոր ընտրվող Հռոմի Պապին։ Այդպես էր Ֆրանսիսի ժամանակ նաև, որ իր ժամանակ նաև 5 անգամ քվեարկեցին, որովհետև պետք է 2/3-ը համաձայնվեն։ Ծխնելուց այստեղ է լինելու, եթե ամեն անգամ որ ժողով են անում, որը 2 անգամ կհավաքվեն, ժողով կանեն, եթե ծուխը սև լինի, այսինքն այս 133 քարդինալը, ինչ որ վաղվանից կսկսեն, դեռ չեն կարողացել մի հոգու վրա կենտրոնանան, որ 2/3 քվեն ունենա։ Իսկ եթե սպիտակ լինի ծուխը, այսինքն կարդինալները իրենց որոշումը կատարեն են եւ մի քանի ժամ հետո ընտրված նորընտրված Պապը այնտեղ պատշգամբի վրա, բալկոնի վրա կգա ժողովրդին հանդիպելու։ Ես մի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դադարից, շարունակեմ ծրագիրը, այդ ժամանակ մի պայթյուն տեղի ունեցավ, դա ցուցադրեմ ձեզ Հարվարդ համալսարանի մասին, Կանադայի նորընտրյալ վարչապետի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է, Հոլիվուդ պիանոն հովանավորում է ծրագիրը, դաշնամուր գնելիս կամ վարձելիս այցելեք Հոլիվուդ պիանո,
Pasadena-ում է, բայց անմիջապես Glendale-ի հարևանության է, Arroyo Parkway-ի վրա։ Ամենախոշոր տաշնամուրի խանութն է Կալիֆոռնիայում։ Հարյուրավոր տաշնամուր կգտնեք, որևէ երկիր տաշնամուրը արտադրում իրենք այդ ունեն այդտեղ։ Նոր օգտագործված $1000-ից մինչև $500,000 տաշնամուր կգտնեք այդտեղ կնելու կամ վարձելու համար տաշնամուրներ կան։ Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, իրենք պատրաստի ճաշ ունեն։ Այցելեք Raffi's Market Burbank-ում, Glendale-ի հարևանության է Raffi's Market։ Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture գտնվում է Central եւ Myrtle փողոցի հատման կետում է գտնվում։ Նոր mattress պիտի գնեք Court Furniture այցելեք։ Court Furniture Ամերիկայում մեկ խանութներ ունի, մոտարապես 100 խանութ ունի։ Orange County-ում նաև Euclid եւ 405 freeway-ի հատման կետում է, իսկ նաև Santa Ana-ում ունեն եւ ասացի New York, Florida, San Francisco-ը գնում որ բնակվում եք, այսինքն կգտնեք Court Furniture։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում։ Եթե ավտովթար եք ունենում, հրդեհ է տեղի ունեցել ձեր աշխատատեղում, ձեր տանը եւ նաեւ եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, զանգարեք, ժամադրություն վերցրեք, իր հետ խորհրդակցեք, ինքը իր հեռախոսը կպատասխանի։ Եթե չի պատասխանում, պատկամ թողեք։ Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նպարատուն եք գնում այս տեսակը վերցրեք, նաղաշ լավաշ։ Այրենք առաջարկում են ամենալավ որակով լավաշ կվերադառ։ Մեկ անց գնում է Camarillo Target խանութ է մտնում ու գողություն է անում, ամենայն դեպս լուր են տալիս Պոլիսին, պոլիսկա ինքը փախուստ է տալիս մեքենայով ու պոլիսը իրեն հետևում է, այնտեղից գալիս է մինչև 210 freeway-ը մեր ճիշտ հյուսիսում, որտեղ որ մոտենում էր երկու freeway-ին։ Եվ այնտեղ accident է ունենում, հիմա ես ուզում եմ ցույց տալ այստեղ, տեսնում եք highway patrol-ն է, այդ սև մեքենան ինչ որ փախնում է, բավական արագ քշում էր ուրբաթ օր այսպես տեսնում եք, մինչև այդ dump truck, մեկ թրաքի իբչում է թրաքին և այսպես տեսնում եք ջարդխուրդ է լինում մեքենան և ինքը նաև վնասվում է և տեսնում եք։ Դրա համար եթե ուրբաթ օրը այդ տարածքում եք եղել պրոբլեմներ ունեցաք, այդ էր պատճառը ինչ որ այստեղ տեսնում եք։ Highway Patrol-ը իհարկե 210 freeway տարածքներ փակել էր Եթե դժվարություն ունեիք, սա էր պատճառը, ինչ որ այսպես տեսնում եք, տեսեք մեքենան որտեղն է հարված է, սա freeway-ն է 210 freeway դեպի արևել գնացող eastbound-ը, որտեղ այդտեղ էր եկեներ, երկու freeway-ին չասած, դեպքը պատահում է փակել էին, հետո մի գիծը բացին, դրա համար եթե ուրբաթ օրը պրոբլեմ ունեիք, սա էր պատճառը։ Ես ուզում եմ խոսել հիմա պայթյունի մասին խոսեմ, որտեղ երկու անձ վիրավորվում են։ Հետո հրշեջները գալիս են, որ պայթյունը տեղի ունեցել։ Բանից դուրս է գալիս, որ սրանք թմրեցուցիչ են պատրաստում։ Հիմա եթե տեսանյութը տեսնեք, այնպես հզոր է, Moreno Valley տեսնում եք, այսպես տեսնում եք, տեսեք առաստաղը ծակեն է, տանիք քանդեն է, այնքան հզոր է, որտեղ լաբորատուար էին բացել, երկու անձիկ ինչ որ աշխատում էին այնտեղ վնասվել են։ Հարևանները ասում են այդ երկու անձնավորությանը տան այդ տիրոջը, տանը եւ այլն ճանաչում են, բայց այս երկուսին ինչ որ վիրավորվածներին տանում են չեն ճանաչում, թվում է այդտեղ տեսեք լաբորատուարն է, դες ամեն գործիքներ տրված եւ մարիհուանայի հղուկը փոխանցում են ամեն դրագներ մեծ աշխատանք այս կինն ինչ որ արտահայտվում է, ասում է այնքան ուժեղ պայթյուն տեղի ունեցավ, այսպես տեսնում եք police highway patrol եւ police եկել էին Եվ հրշեջները երբ գնում են, որ օգնեն, տեսնում են, այսպես դրագի մեծ գործարանի նման իրենց գարաժում պատրաստել էին այսպես։ Ես ուզում եմ խոսել Կանադայի վարչապետի մասին։
Կանադայի վարչապետին տեսնում եք, այստեղ Քարնին եք տեսնում, հիմա գիտեք Թրուդո, որը վարչապետն էր, այնքան իր հավանությունը իջավ, որ ստիպված եղավ իրեն կուսակցություն իրեն առաջարկեցին հրաժարվի եւ ինքը հրաժարվեց որպես վարչապետ լինել Կանադայի, որտեվ գիտեին, որ ժողովուրդը չեն սիրում, ուրեմն եթե մեկ նորը բերեն կարող բախտ ունենան, ամենայն դեպս այս կուսակցությունը, որ ավել չափավորներին է պատկանում, պայքարն էր ավել պահպանողական թևի թեկնածուն բոլորը հավատացած էին, որ կընտրվի։ Իսկ այս տնտեսագետը երբևիցե Քարնին քաղաքական հարցերի մեջ չի եղել, բանկի պատասխանատու, կենտրոնական բանկի ռեիս եղավ, այսպես ամենայն դեպս իրեն նշանակում են ժամանակավոր որպես վարչապետ, հետո ընտրության մասնակցեց այս վերջին օրերս եւ ինքը կարողացավ թեև 24%-ով ավել քիչ հավանություն ունեին կարողացան ընտրվեն չափավորները այս անձը ընտրվել։ Հիմա ինչը պատճառ եղավ։ Ինքը կարողացավ, որտեղ Թրամփ ասել է, որ Կանադան պետք է 25%, ինչ որ այնտեղից գալիս է այս երկիր, պետք է հարկ վճարեն մեզ։ Եվ սա ժողովրդի դուրը չեկավ։ Երկրորդ մի հարց, որ ավել կանադացիները Կանադայում բնակվող ժողովուրդ, որ 30 մոտարապես 8 միլիոն ժողովուրդ է ապրում ընդամենը այդ հսկա երկրի մեջ, ամենայն դեպս դուրները չեկավ, որ ասաց, որ Թրամփը ասաց, որ Կանադան պիտի դառնա Ամերիկայի 51-րդ նահանգը, 50 նահանգ այս երկրում, Կանադան պետք է այստեղ միանա։ Եվ մի տարօրինակ բան արտահայտվեց, որ բոլորը երևի տեսել եք, միշտ բոլորը զարմանքով ինձ նաև հարցնում էին, ինչպես է, որ եթե քարտեզի վրա նայենք, սահմանը Կանադայի եւ Ամերիկայի ճիշտ մի գիծ է։ Թրամփը սրա վրա հենվեց, որ ճիշտ կարծես մեկը նստել է գծել է այդ։ Ուրեմն սա պիտի վերանա եւ Կանադա-Ամերիկա դառնա մի երկիր, Կանադան այս հսկա տարածքը լինի մի նահանգ այս երկրի։ Այս հարցը մանավանդ նախքան ընտրություն նաեւ Թրամփը կրկնեց եւ այդ ինչ որ մեկ անգամից ամեն ինչ այս Թրամփի անընդհատ կրկնել այս վերջին ժամանակներում այս չափավորների կուսակցությունը Քարնի ղեկավարությամբ կարողացան հաղթահարեն։ Հիմա անցնենք առաջ տեսանյութին, տեսնեք, որ ուրախությամբ, ահա այսպես ժողովրդի հետ հանդիպելիս վերջնական ընտրվել է Կանադայի վարչապետին, եք տեսնում Քարնիին իր կողմնակիցների հետ այստեղ տեսնում եք Թրուդոին եք տեսնում, որ հրաժարվեց, երևի այս խոսքերը եթե այն ժամանակ պատահեր, երևի կընտրվեր։ Այսինքն Թրամփը անուղղակի օրեն օգնեց, որովհետև պահպանողական թևի տեխնացուն աշխատում էր Թրամփին չվատապաներ։ Իսկ Քարնին ասում իր արտահայտությունները խիստ քննադատում էր նախագահին, ասում էր Թրամփին, այսինքն որ ուզում է մեզ կոտրի, այսպես եթե ասեմ, եւ տիրանա Կանադան, եւ դա երբեք չի պատահելու, այսպես խոսքեր էր ասում, դրա համար օրը շատ կարճ ժամանակում իր հավանությունը շատ բարձրացավ այս բանկերը, ում որ տեսնում եք, եւ ասում էր, որ մենք պետք է մեզ հենվենք մեզ եւ ուրիշ երկիրը մեզ չպիտի օգնի։ Այս արտահայտությունները դարձավ այսպես 24%-ով իրենց հավանությունը ավել ցածր եկավ կարողացավ 24% պահպանողականները ավել մեծ հավանություն ունեին կարողացավ փոխել ամեն ինչ միայն Թրամփի այդ թերիֆի համար, հարկի համար, ինչ որ Ամերիկան, Կանադան ամենամուտիկ բարեկամներն էին կարողացավ հաղթահարել։ Հիմա մի բան Քարնիի մասին, որ ապրիլ 24-ին առանց մի այլվայլվելու հիմա այս նյութին, որ ես ուզում եմ ասեմ վարչապետ ով է, բայց պետք է ասեմ առանց այլվայլվելու ասավ
ցեղասպանություն, genocide տեղի ունեցել եւ նաեւ Ղարաբաղի մասին, Արցախի մասին, այդ 120,000 մարդը իր գրության մեջ գրեց, որ անօթևան է դարձել 120,000 մարդ, քաջորեն խիստ պաշտպանեց ու հովանավորեց հայությանը այդ ապրիլ 24-ի իր հայտարարությամբ։ Ես ուզում եմ հիմա խոսել Հարվարդ համալսարանի մասին, որ համալսարանները կառավարությունից օգնություն է ստանում։ Հարվարդ համալսարանը private համալսարան է, համալսարաններ կան կառավարությանն են, ինչպես UCLA եւ այսպես, USC-ն օրինակ private համալսարան է, այսպես Հարվարդը այդպես է, Massachusetts Institute of Technology-ն դա էլ Բոստոնում գտնվող այսպես անկախ համալսարաններ են դրանք, բայց եւ այնպես կառավարությունից նաեւ գումար են ստանում։ Հարվարդ համալսարանը աշխարհի պետք է համարեք հարուստ համալսարանը, endowment, մարդիկ նվեր են տալիս եւ այդ իրենց հարկերից պակսացում են։ Մեկը որ ոչ շահադիտական հաստատության գումար տա, իր թաքսից իջեցնում է։ Ուրեմն Հարվարդը ունի 53 բիլիոն գումար ունի իր հաշվի մեջ։ Աշխարհում չկա մեկ համալսարան այդպես։ Հարվարդի տարեկան ծախսն է 6.2 բիլիոն է։ Թրամփը հիմա ասում է ես Հարվարդի, որովհետև հրեաներին չի պաշտպանում, վտանգի մեջ են հրեա աշակերտները, Հարվարդի վտանգի մեջ են, ես ուզում եմ իրենց այդ non-profit-ը ոչ հատիտական վիճակը կտրեմ եւ IRS-ը պիտի audit անի իրենց, գնա իրենց թղթերը նայի եւ այսպես։ Հիմա Ամերիկայի օրենքն է սա, որ IRS-ը հարկերը մարդկանց նայում է, բայց նախագահները, նախարարը, IRS-ի պատասխանատուն իրենք իրավունք չունեն մեկ անձի իրեն հարկերը կնան նայեն։ IRS-ը նայում է մեկի հարկին երկու ձևով։ Նախ որ երբ որ մտցնում են համբյուտերի մեջ, տեսնում են որոշ տարօրինակ բան կա, հետո մեկը նայում է։ Նա անձն էլ որ նայում է, չգիտի ում tax return են նայում։ Եվ հետո գնում են tax-ը նայելու այդ մարդու, մեկ ուրիշ անձնավորություն հետո գրկում են նայելու։ Երկրորդ ձևը որ պատամ ասացի, եթե մի բան սխալ կա կամ տարօրինակ կա։ Երկրորդը սա է, որ random ամեն մարդ հարկ է տալիս, ամեն մարդ tax return-ը իր հարկերը ներկայացնում է, համբյուտերը այդ մարդկանց միջից մի քանի հոգու ընտրում է, ասում է կնան չեք անեն։ Այսինքն random համբյուտերը անուն է անում։ Եվ օրենք չկա, որ նախագահը լինի, նախարար լինի, IRS-ի ղեկավարը լինի, դեպարտամենտի ղեկավարը լինի, ասեն մենք կնանք Հակոբի օրինակ tax return-ը նայենք, դա անօրինական է։ Ինչ որ Հարվարդը ասում է, ինչ որ նախագահ ասում է անօրինական է, դատ է բացառել նախագահի դեմ, որ դու իրավունք չունես պահանջես, որ մեր tax return-ը նայե։ Հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տալ, այստեղ։ Դա այսպես նախագահ գրել է, մենք իրենց այդ tax exempt status-ը բեկանելու ենք եւ իրենք արժանի են դրան, որովհետեւ դժվարություն են ստեղծել այսպես։ Եվ այսպես Հարվարդը հիմա դատ է բացառել վարչակազմի դեմ, որ 2.2 բիլիոն նախարարը պետք է հատկացներ իրենց, չի տալիս, սառեցրել է նախագահ Թրամփը այդ, եւ իրենք ասում են, այսպես տեսնում եք, որևէ օրենք չկա, որ մեր tax exempt այդ ստատուսը նախագահը ուզենա մխրճվի այդ հարցի մեջ։ Հարվարդ համալսարանն եք տեսնում Բոստոնում, որտեղ ամենաճանաչված համալսարանն է աշխարհում։ Եվ այսպես տեսնում եք University Tax Force-ը մեկ իրենք դրեն են, որ որոշ campus-ում Իսրայելի դեմ աշխատանք է կատարվում եւ կարելի է նաեւ ճնշման հարց եղած լինի հրեա աշակերտի համար իրենք սա համասարանն է նայել եւ անգամ
այնտեղ այսինքն իսլամական դասավանդումներ կար, այդ պրոֆեսորներին նաև Հարվարդը հերացրել է, բայց Թրամփի ցանկությունն է, որ այսինքն հրեա աշակերտներին ավել ուշադրություն դարձնեն։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, ատելության վերաբերող նյութ ձեզ ներկայացնեմ, Անդրեա Աղասիի մասին խոսեմ եւ մարդը եւ ռոբոտը համեմատեմ, տեսնենք ով կարող է ավել լավ վազքի մրցակցության մասնակցի։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե ոտքի վրա, թաթի տակ վերք է, ոտքի վրա վերք ունեք, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսի համարին։ Orange County գրասենյակ ունի Commerce Encino Glende։ Ծրագիրը հովանավորում է պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք բիզնես ունեք, ել չեք ուզում շարունակեք, զանգարեք այս հեռախոսի համարին վաճառելու համար ձեր բիզնեսը իրեն հետ խորհրդակցեք։ Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, ձեզ է Սանլանդ քաղաքում է գտնվում, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն այս կենտրոնը կարող եք այցելել, կզբաղվեք ձեր հասակակիցների հետ։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, անաշե գիֆտը ձեզ է առաջարկում, այս ինչ որ տեսնում եք, կարող եք խունկ դնել այստեղ ու միացնել ձեր տանը, եթե ուզում եք օգտվեք, ուրիշ տարածքում եք ուզում օգտվեք, ընդամենը $9.99 սենտ է այս գործիքը։ Անաշեն գտնվում է, այստեղ տեսնում եք Գլենոքս փողոցի վրա, Գլենդելում է Բրբանքին մոտ է կվերադառնա։ Hate crime, ատելության լծված անձը, եթե ուրիշի վնաս է հասցնում, ծեծում, սպանում եւ այլն, ավել մեծ մեղադրանք է։ Հիմա մեկ պարտիզ բան, մեկ հոգի գալիս է, այստեղ շարունակենք, տեսեք իրեն ծեծումը այսպես դիմակ է դրել ու ծեծումը այստեղ ցույց է տալիս այս մարդը, որ ինչպես իրեն ծեծել էր, չի ճանաչում ով է, իր մեքենան է ինչ որ տեսնում եք 2008-ից 2012 տեսակի Chevrolet է ինչ որ այդտեղ տեսնում եք Malibu եւ ահա այսպես իրեն ծեծում, վնասում է ու հետո թողնում գնում է, պոլիսը հիմա հետևում է, սա Englewood-ում է տեղի ունենում, օդանավակայանի շատ մոտ է, տեսեք ինչպես հարվածում է այս մարդուն եւ վնաս է հասցնում։ 6:40 րոպե առավոտյան գալիս է եւ այսպես ծեծում ու փախչում է իհարկե։ Ես ձեզ հաղորդել էի, որ Իլինոյ նահանգում մեկ հրեա անձնավորություն բնակարան ունի, վարձու է տվել, այդ մի մաս վարձու է տվել մեկ կնոջ, որը ունի 6 տարեկան երեխա ունի, այդտեղ բնակվում են։ Այս մարդը, այս հրեա անձնավորությունը շատ տեսնում եք իրեն այդ երբ որ ոչրագործություն կատարերներ հետո եք տեսնում, այսպես շատ նաև այդ երեխին հոգ էր տանում։ Իսկ երբ 2022-ին հոկտեմբերին, եթե հիշեք, Գազայից մտան Իսրայել եւ այնտեղ ձերբակալեցին որոշ հրեաների, իրենց հետ տարին Գազա եւ մահացան 1000-ից ավել մարդ մահացավ, իսկ Իսրայելը իր ռմբակոծության հետևանքով 55000 մարդ մեռել է Գազայում։ Ամենայն դեպս այս անձնավորությունը բարկանում է, մի խոշոր տանակ է վերցնում եւ գնում է այդ 6 տարեկան երեխային, տանակով հարվածում է մի 26 անգամ, տանակը նաեւ թողնում է, իր մայրիկին էլ նախապես հարվածում է, վիրավորում է, ուրեմն մինչեւ պոլիսը գալիս է, երեխան մահանում է, այդ կինը փրկվում է, տանում են հիվանդանոց ու փրկվում է։ Ամենայն դեպս այսինքն դա տեղի ունեցավ եւ վերջո իրեն մեղադրանք եղավ, որ 53 տարի ազատազրկելու են։ Արդեն ինքը հիմա 73 տարեկան է այս անձնավորությունը։ 30 տարի դատավոր ասեց, բան պիտի մնա այդ երեխայի սպանության համար։ Այդ երեխայի մայրիկին, իր վարձակալին 20 տարի այդ կնոջը վիրավորելու խիստ
որ երկար ժամանակ հիվանդանոցն էր։ Եվ 3 տարի նաև ատելության համար, ուրեմն 53 տարի, երբեմն մեղադրանք այսպես է որ ասում են միասին է լինում, այսինքն 20 տարին եւ 23 տարի, այդպես 30 տարի մեղադրանք կա, միասին տեղի ունենում, ուրեմն ամենաշատ մեղադրանքը մյուսներից կարևորը դա է դառնում, բայց հա ավելցրեց դատավորը 53 տարի, այսինքն բանդից դուրս չի գալու էլ, որովհետև տարիքը բարձր է այս անձնավորության։ Ես ուզում եմ հիմա խոսել Անդրե Աղասիի մասին, որ այս նոր ձև, որ ինչ որ տեսնում եք, այս երիտասարդ 18 տարեկանի հետ թիմ են կազմակերպել, թիմի անդամ են, զույգ խաղում են, այս Անդրե Աղասի 20 տարի է ինքը Ախոյանն էր թենիսի, բայց էլ չի խաղացել, բայց հիմա այս նոր խաղը, որ մի քանի տարի է pickleball ասում են, Աննա Վալթերզի հետ, գիտեք Անդրե Աղասին 55 տարեկան է հիմա, Անդրե Աղասի հայրը կես հայեր, կես ասորի կամ ասորիան, այդպես էր Անդրե Աղասի հայրը, որտեղ տեսնում եք երիտասարդ ժամանակ երկար մազերով էր, այստեղ տեսնում եք, երբ որ կարողանում եք 20 տարի առաջ առաջին տեղը գրավի։ Անդրե Աղասի հայրը հետո Քրկ Գրիգորյանը հետաքրքրությունը, երբ որ Անդրե Աղասին այսպես եկավ, այդպես եղավ Քրկ Գրիգորյանի հետ Անդրե Աղասի հայրը մտերմանում է իրեն, որտեղ Լաս Վեգաս էր աշխատում, Անդրեն նաև Լաս Վեգաս է ապրում, մտերմանում են Քրկ Գրիգորյանի հետ նաև։ Ես վերջավորության ուզում եմ ձեզ ցույց տալ, որ ռոբոտը կամ ռոբոտը ինչպես սկսել են Չինաստանում ռոբոտները աշխատանք են անում եւ ամեն ինչ հիմա օգտագործում են։ Իսկ մեկ վազքի մրցություն կազմակերպեն են, որտեղ 21 ռոբոտը իրենք վազքի այդ մրցության մասնակցում են, բայց բաժանված է հանրությունից, որ կես մարաթոն պիտի վազեն, 12,000 մարդ եկել է մասնակցելու, հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ, այս ռոբոտներն են, որ մեկը ավարտում է 2 ժամ տևում է, իհարկե 2 ժամ 40 րոպե, տեսեք այս ռոբոտներն են, բոլորը պրոբլեմ են ունենում, սա գնացել է, չի կարողանում շարժվի, իսկ այնտեղ մարդիկ մի ժամ հաղթանակ շահողը մի ժամ 11 րոպե էր վազել, այսինքն այդքան ժամանակ, բայց ռոբոտը, որ կարողացել էր լրիվ վազի 2 ժամ 40 րոպե, այսպես տեսնում եք, չարջ են անում, սա չարջ են անում, որ բաթրիով է աշխատում, կարողանա ռոբոտը գնա, այսպես տեսնում եք, բայց իրենք այս ընկերությունները, տարբեր ընկերություններ են, որ բերեն են իրենց ռոբոտները, նույն ընկերությանը չի, տարբեր ընկերության Չինաստանում պատրաստված, Չինաստանում մրցությունը տեղի ունենում, ասում են, որ օրըստօրե ավել այդ կարողությունը ռոբոտների շատանում է, կկարողանա ամեն ինչ անի, երևի մի ժամանակ եւ ավելին, քան ինչ որ մարդը կարող է անել, ինքը կարող է մտածի, դա է, որ ինչ վախենում են, որ ռոբոտ, եթե ինքը կարող է մտածի, ինքը գործադրի, ինչ որ մտածում է կամ գործադրի, կարող է կոնտրոլ չլինի անել ռոբոտին։ Ամենայն դեպս ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։